Լրացել է Քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցի 50-ամյակը։ Շուրջ կեսդարյա պատմություն ունեցող դպրոցը դեկտեմբերի 17-ին մեծ շուքով ու հանդիսությամբ նշեց իր հոբելյանը, որին հրավիրել էր մարզային ու քաղաքային իշխանություններին, տարածաշրջանի գրեթե բոլոր դպրոցների տնօրեններին։ Միջոցառումը մեկնարկեց դպրոցի 3-րդ հարկից աշխարհագրության դասասենյակի բացման արարողությամբ։ Քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցի կառուցումը սկսվել է 1963 թվականին, շահագործման հանձնվել 1965-ին։ Ունեցել է 24 դասարան 682 աշակերտով։ Դպրոցի առաջին տնօրենը եղել է Արտաշես Կարապետյանը, այնուհետև Վանյա Գալստյան, Լյուդվիգ Հարությունյան, Լևոն Մարգարյան եւ վերջապես Անահիտ Գևորգյան։ Այս տարիների ընթացքում կրթօջախը 2670 շրջանավարտ է ունեցել, բազմաթիվ մանկավարժներ եւ մի մեծ պատմություն։ Սրտան շնորհավորում եմ Քաջարանի Եղիշե Չարենցյանին թիվ 1 միջնակարգ դպրոցի կեսդարյա տարեգրություն։ Դպրոցը հանրապետությունում ճանաչված եւ մեծ հարգանք ունեցող դպրոց է։ 1965 թվականին ես Ինգեր Կարապետյանի հետ միասին ստեղծեցինք, հիմնադրեցինք այս դպրոցը։ Դեռ աշխատանքները, շինարարական աշխատանքները չավարտած, մի կողմին աշխատում էին կալանավորները, ես ցախ կողմին, աջ կողմի մուտքի դուռը բացեցինք եւ սկսեցինք ուսումնական տարի։ Սրա նստարանների կեսը չկային։ Բայց մենք կազմ ու պատրաստ 1 շաբաթվա ընթացքում լրիվ ամբողջովին մենք կարողացանք կահավորել տեխնիկական միջոցներով եւ մեր հսկայական կոլեկտիվով, լավ կոլեկտիվով սկսեցինք աշխատանք։ Դպրոցի առաջին տնօրենը եղել է Արտաշես Վարամազի Կարապետյանը, հայտնի մարդ, լավ մանկավարժ, լավ ծնող, Քաջանում անուն հանած եւ հանրապետությունում ճանաչված նորություն, որը իր ամբողջ ուժը, գիտելիքները եւ կարողությունները նվիրեց այս դպրոցում հիմք դնելով բարձր կարգապահություն ունեցող ուսուցչական կոլեկտիվ։ 1967 թվականի մարտ ամսին Ինգեր Կարապետյանին հրավիրում են Ղափանի շրջանային կոմիտե նշանակելով ագիտացիա եւ պրոպագանդայի բաժնի վարիչ։ Մի տարուց հետո Ինգեր Կարապետյանը դառնում է շրջանի 3-րդ քարտուղար։ 67 թվականից մինչև 2003 թվականը այս դպրոցը ղեկավարել եմ ես։ Եղիշե Չարենցի գանգրահեր տղան ավարտում է հետևյալ տողերով։ Լսում ես, այնտեղ իմ սիրտն է թաղված, կողոդիր նրան ոտքերով քոլույս, ու դու գալիքի գանգրահեր տղա, մեր լավորերի որդի Հերման։ Իմ կյանքի 40 տարիները անցել են այս միջավայրում։ Աշխատել եք ստեղծել լավ կոլեկտիվ, սովորաբար հմուտ որոնադիրները, երբ որ շենք են կառուցում, նրանք ձգտում են, որպեսզի շենքի ֆունդամենտը ամուր լինի։ Դպրոցի ֆունդամենտը դնողը, ստեղծողը դասվարներն են։ Ես կարողացել եմ հավաքել դասվարական այնպիսի կոլեկտիվ, որոնք հիմք են դրել լավ դպրոց։ Ինչքան դպրոցում գործ է եղել, առաջին չի եղել։ Օբկայ Ինգեր Գալստյանը, առաջին, այո, դրա համար ես կապված էի բոլոր դպրոցի կաբինետների հետ։ Ես տվել եմ շատ մասնագետներ, 18 տարի ավտոգործ եմ բարակել, բացանքի շրջանավարտներ, վարորդները մեր շրջանավարտներն են եղել։
Ես տվել եմ խարատային մասնագետներ, խարատներ, տվել եմ փականագործներ, տվել եմ էլեկտրոմոնտյորներ, այդ բոլորը իմ ձեռքով անցել, սիրելի ժողովուրդ։ Առաջի օրվանից, որ 1965-66 ուսումնական տարին մենք դուրը բացել ենք ու եկել մինչև աշխատել եմ 2011 թիվը։ Եթե հաշվում եք, բոլորից ամենաշատ ես եմ աշխատել։ Վկա են մեր տնօրենները, վերջում, թեկուզ շատ երկար տարիներ Ինգեր Գալասյանի հետ աշխատել եմ, ինքը շատ լավ գիտի, որտեղ գնացել եք, միասին եք գնացել, երեխաներին ճամփար եք տարել, պիոներական ճամփար ամեն տարի։ Հետո էքսկուրսիա եք տարել 3 անգամ, Մոսկվա, Լենինգրադ, Բրեստ, երեխաների հետ միասին, ես շատ եմ սիրել երեխաներին։ Ինգեր Գալասյանը հանգիստի գնալուց հետո Ինգեր Մարկայանն էր։ Երկատայել է աշխատեցի, 8-9 տարի, այդպես է եղել Ինգեր Մարկայան։ Մի ընտանիք եք եղել դպրոցում, մի ընտանիք։ Այո, բոլորը սիրել եք, հարգել եք և այսպես եմ, այո, Ինգեր Մարկայանը վերջի տարին 2011 թվին ինձ ճանապարհեց հանգստի։ Շատ ուրախ ձևով, շնորհակալություն իմ բոլոր տնօրեններից։ Ես ունտել եմ դպրոցը, ինքից տուացել եղել, որտեղ շատ հուզված եմ։ Որովհետև ես այն անժողով շագիրն եմ, որ առավոտը գալիս է բարձրանում է չորոթարկը, նորից գալիս է բարձրանում է չորոթարկը, բոլոր երեխաներին տեսնում է, ով ինչպես իրեն բաղում, հետո նոր դաս սկսում է։ Ես ուրախ եմ, որ դուք հիմա եկել եք այստեղ մեր շրջանավարտները, մեր ուսուցիչները, բոլորիդ ցանկանում եմ միշտ լավ լինեք, առողջ և ուրախ լինեք կյանքում։ Դուք հավանական է ինձ այդպես չեք տեսել ոչ մի անգամ։ Ничего. Астровскин ասել է, если жизнь ударила тебя в грудь, не ползи назад, сейчас же наступай на нее. Ես հետ չեմ գնացել։ Ես պայքարել եմ, որպեսզի ոտքի կանեմ, ճիշտ է ոտքի կանել եմ, բայց չեմ կարողանում, որովհետև հարվածը իմ ձախ աջ կողմս է խփել։ Բոլոր տնօրենները, Ինգեր Գալստյանը, Ինգեր Մարկայանը ինձ լավ հիշում են, որ այդ անժողով շագիրն դասարանում է, դպրոցում է, մենք չկաք, ничего, она все сделает։ Բոլորին ովքեր նստած են, Գալստյան հասնում է կհուզում է, իմ լավ աշակերտուհիս, այստեղ ցուցադրեցին Ինգեր Հովսեփյան Վասիլին, մեր դպրոցի լավ մանկավարժներից, իմ լավ աշակերտս, իրոք իմ լավ աշակերտս, ես հիշում եմ, որ Վասիլին գյուղից եկել էր մեր դպրոցը, աչքերը չրած ինձ էր նայում, սրտից, ինձ էր շատ սիրում ուրախ է, թշերից բռնում է, ասում եմ, միա ինչքան լավ ես է, միա սպասիկ մի հատ քեզ համբուրի հետ։ Ինգեր Հովսեփյան Վասիլին մեր դպրոցի շնորհավորներից է։ Հիմա ես այսպես որ նայում եմ բոլորին ցանկանում եմ միան առողջություն։ Շատ լավ տարիներ անցկացրել եմ Ինգեր Գալստյանի հետ։ Ինգեր Գալստյանը եղել է մեր դպրոցի լավագույն, կարող եմ ասել, տնօրեններից մեկը, որը ճանաչում էր իրեն աշխատանքը, կարողանում էր գնահատել ուսուցչին իրան թևի տակ բոլոր մեր մանկավարժները մեծացրել, անուն հանել, որովհետև Ինգեր Գալստյանը եղել այն մարդը, որը և խիստ էր, և գիտակից ամեն ինչ նկատմամբ։ Նա կարողանում էր ուսուցչին և հարգել, և սիրել, և բարկանալվել, բայց մենք չենք վիրավորում, որովհետև գիտեք, որ Ինգեր Գալստյանը մեզից պահանջում է այն, ինչ պետք է պահանջի ամեն տնօրեն։ Հետո աշխատել եմ ես Ինգեր Մարկայանի հետ։ Ինգեր Մարկայանը իրոք որ լավ մարդ, Ինգեր Մարկայանը ստեղ է,
լսում եք։ Լավ մարդ, գիտակից, կուլտուրա, որ ասում են չարեք զբաշում բուկույրուք, որ են բանը, կուլտուրան որ ասում են, չէ, հենց ուրկեր մարկանի մոտ։ Վերաբերմունքը իրեն ուսուցիչներին, աշակերտներին։ Նա երբեք չէր չխանանա մեր ուսուցիչների վրա, լինի դա բան, կորիդորի, или может быть, միշտ կանչում էր իրեն կաբինետ, հետո դդողություն անում էր։ Այդ դա է գիտություն, գերմական։ Շատ բան գաստու, շատ բան պատմելու, բայց ничего. Как-нибудь встретимся, а вечер պատմենք, խոսենք։ Հիշողություններից բացի բեմը նաև ուրախ պահեր պարգևեց ներկաներին։ Ելույթ ունեցան մանկական և մեծերի երգչախմբերը, հնչեցին Եղիշե Չարենցի ստեղծագործություններից, բեմադրվեցին պարեր։ Ջրերը ջինջ, լիճը լուսել, արևն ամռան ու ձմեռվա վիշապածային բուքը վսել, մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։ Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբածային երգերը մեր, չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, ինչքան էլ սուր սիրտս խոցեն, արյունական վերքերը մեր, էլի ես որ քո առնաբար, իմ Հայաստան յարն եմ սիրում։ Դե էլ ինչ Հոբելյան առանց նվերների ու շնորհավորանքների։ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը մի խումբ վաստակաշատ մանկավարժների պարգևատրեց պատվոգրերով։ 50 տարիներ ես մինչև այստեղ գալս մտորում էի եւ մի հետաքրքիր բան նկատեցի 50 տարին ընդամենը 600 ամիս է 50 տարին ընդամենը 18250 օր է 50 տարին 438,000 ժամ է 50 տարին 26 միլիոն 280,000 րոպե եւ ի վերջո 50 տարին 1 միլիարդ 576 միլիոն 800,000 վայրկյան է։ Մի հետաքրքիր բան։ Ի վերջո 50 տարին այսքան սրտի բաբախյուն է, այսքան թրթիր է, այսքան հույս է, այսքան լույս է, այսքան նվիրում է։ Չգիտեմ ում, բայց հային հաստատ չեն կարող զարմացնել 50 տարվա կրթօջախի տարեգրությամբ։ Հնուց անտի, հատկապես մեր Սյունիքը, մեր տարածաշրջանը, հայտնի է իր հազարամյա պատմություն ունեցող վանքերով, դպրոցներով, համալսարաններով։ Բայց ի վերջո մի օր էլ Տաթևը եղել է 50 տարեկան, Դրաձորն է եղել մի օր 50 տարեկան, և վստահ ու հավատացած են, այն ներուժը, այն ավյունը, այն եռանդը, այն սերը, որ ամբարվել է այս կրթօջախում, մի օր հայոց կրթության պատմության մեջ դասվելու է հարյուրամյակներ, հազարամյակներ այդ կենսագրություն կերտած ուսումնական հաստատություններին։ Սիրելի մանկավարժներ, գլուխ եք խոնարհում ձեր վաստակի, ձեր նվիրումի առջև։ Ի վերջո, ես համարում եմ, որ բոլորս աշխատանքից զատ, հոգնուց զատ գնում ենք հանգստի, բայց կարծում եմ կան նաև մարդիկ, որոնք հանգստանալու կարիքը չունեն։ Դա առաջնագծում կանգնած զինվորն է, որ ամուր պահի մեր սահմանը, դա դպրոցն է ու մտավորականը ուսուցիչ, ձեր ուսուցիչներ, ուսուցիչներ գլուխ են խոնարհում կրկին ձեր առջև եւ վստահ եմ, որ դպրոցի 100-ամյակին կրկին հավաքվելու ենք այստեղ եւ անպայման մեկս մեկին շնորհավորելու ենք մեր անցած ուղու, մեր փառահեղ
տարեգրության հետ կապված։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Աստված թող միշտ այս լուսատու, կենսատու օջախը պահպանի կրկին Տիկին Գևորգյան, որպես ներկա ժամանակների մեր մտավորական տնօրեն, շնորհակալություն այսքան ջերմ մարդկանց, այսքան բարետես, այսքան գեղեցիկ, այսքան շփտերես դեպքեր մեր Քաջարան քաղաքում այսօր պատկերելու համար։ Դպրոցի Հոբելյանը շնորհավորեցին Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, շրջանավարտ ծնողներ։ Սյունիքի փոխմարզպետը նաեւ Սյունիքի մարզպետի կողմից շնորհակալագրեր հանձնեց մի խումբ մանկավարժների։ 50 տարին ճիշտ է մեծ ժամանակահատված չի, որտեղ Սյունիքը աչքի է ընկնում ավելի մեծ ավանդույթներ ունեցող, մեծ պատմություն ունեցող կրթօջախների, սակայն այսօր մենք նշում ենք կրթօջախի 50-ամյակը եւ թույլ տվեք Սյունիքի մարզպետ պարոն Խաչատրյանի անունից շնորհավորել 50-ամյակ տարեդարձի կապակցությամբ, մաղթել կրթօջախին նորանոր հաջողություններ, հաստատակամություն, նոր ձեռքբերումներ։ Անցած 5 տասնամյակների ընթացքում բնականաբար կրթօջախը ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ։ Եվ այդ շրջանավարտները այս պատերի ներքո են ստացել իրենց գիտելիքները եւ նրանցից շատ-շատերը պատիվ են բերում այսօր մեր ժողովրդին իրենց դպրոցում ձեռք բերած գիտելիքները գործնական կյանքում մեր տնտեսության, մեր երկրի կարևորագույն տարբեր ոլորտներում ցուցաբերելով արիություն, աշխատանքային բազմաթիվ հմտություններ եւ մասնավորապես լեռնահանքային արդյունաբերության մեջ։ Առավել տպավորիչ իմ կողմից դժվար թե հաջողվի ներկայացնել կրթօջախի ձեռքբերումները, դրա մասին շատ փայլուն ներկայացվեց մեր վաստակաշատ հարգարժան տնօրեն պարոն Գալստյանի կողմից։ Միայն պետք է ասել եւ հրասարանն այնպեսին չէ, որ խոսենք դպրոցի կարևորության մասին, պարզապես պետք է նշել, որ մեր երկրի իշխանությունների կողմից բազմաթիվ ջանքեր են գործադրվում, որպեսզի կարևորվի դպրոցը, որպեսզի խրախուսվեն մեր օժտված երեխաները եւ ընդհանրապես բոլոր երեխաները, որովհետեւ մեր ցանկությունն է, որպեսզի երեխաները գիտելիքներ ստանալով իրենց գիտելիքները ներդնեն իրենց սեփական շահի, իրենց բարեկեցության եւ հանուն մեր հայրենիքի։ Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ Սյունիքի մարզպետը եւ մարզային իշխանությունները միշտ եղել եւ կմնան դպրոցի կողքին։ Բազմաթիվ են նախաձեռնությունները դպրոցաշինության եւ կրթության որակի բարելավման ուղղված։ Եկող տարվա ընթացքում մարզում նախատեսում են աննախադեպ ծավալի ներդրումներ դպրոցաշինության ոլորտում, կկառուցվեն նոր դպրոցներ եւ բազմաթիվ դպրոցներ կհիմնանորոգվեն։ Պատահական չի, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ մարզային պատասխանատուների վերջին հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը առանձնակի ուշադրություն հրավիրեց եւ մատնանշեց սյունեցի երեխաների ուսման նկատմամբ սերը եւ նրանց հաջողությունները բազմապիսի միջոցառ հանրապետական եւ միջազգային մրցումներում։ Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհավորեմ ձեզ բոլորին։ Ես ինձ եմ շնորհավորում, որտեղ գտնվում եմ կրթօջախում ավանդույթներ ունեցող, երկարամյա ճանապարհ անցած գեղեցիկ մանկավարժական կոլեկտիվների ներկայությամբ խոսք ասել այդքան էլ հեշտ չէ եւ այդքան էլ հոգեպարար չի հնչում այն պարագան, որ մենք դառնում ենք 50 տարեկան, 60 տարեկան, վաղը մյուս օրը զգում ենք, որ ինչ որտեղ մենք արդեն ասպարեզը լքում ենք, չէ, եւ սկսում ենք տխրել։ Մենք չգիտենք ինչու ենք տխրում, որտեղ երևի յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք չենք ուզում անենք այն ինչ որ պետք է անենք։ Ես այդպես եմ կարծում։ Ես ուղղակի գլուխ եմ խոնարհում բոլոր մանկավարների առջև եւ այն մանկավարները, ովքեր որ երկար ժամանակահատված լինելով այդ հորձանուտում թողել են այնտեղ իրենց առողջությունը, իրենց բոլոր երիտասարդությունը, բոլոր հնարավորությունները, մեծ հնարավորությունները ժամանակի, այո, նրանք այսօր կարող են նաև մեկ այլ տեսքով խորհել, բայց բոլոր դեպքերում չեն ափսոսալ, չեն ափսոսալ, իսկ նրանք նորից սկսեին իրենց գործունեությունը սկսելու էին նույն տեսքով։ Սիրելի բարեկամներ, նախ եւ առաջ դպրոցի անվան վերաբերյալ
դպրոցը կոչվել է Եղիշե Չարենցի անվան։ Եվ զարմանալիորեն, ուրիշները կերազեին, զարմանալիորեն հրաժարվել է։ Զարմանալիորեն։ Եվ լսելով ինչ-որ մեկի, հաստատ ինչ-որ մեկի, որտեղ այդտեղ հաստատ խելք չի գործեր արվում։ Ինչ-որ մեկի կամայականությունը լավագույն դեպքում կարող է լինել ժամանակի, այն կապված ժամանակի հետ։ Թե չէ ինչ է նշանակում։ Ուրիշները կերազեն այդպիսի անում գրի դպրոցը։ Եվ այն էլ, այսինքն խորհրդային միությունը, եթե մերժել էր Եղիշե Չարենցին, հետո ընդունեց, արդեն նոր Հայաստանը մերժեց Եղիշե Չարենցին քաջալերել։ Սա շատ դժվար ծանր մտորումների տեղիք է տալիս։ Իմ համեստ դիտարկմամբ հայ դպրոցյան անհաս պարոնասի ուսապսակրատին առավել քան 50 տասնամյակի պատրավոր տեղն է զբաղեցնում Սյունյաց աշխարհի քաջակորող զավակների բնորանում հիմնված եւ ժամանակին հայականավոր գրող Եղիշե Չարենցի անունը կրած այս հեղինակավոր կրթօջախը։ Մեծանուն դպրոց, որն իր հարուստ, բարի եւ ուսանելի ավանդույթներով, կրթական բեղուն ներուժով յուրօրինակ կամուրջ է անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ։ Ոչ վաղ անցյալ, որը նույնքան փառահեղ էր, որքան նորօրյա Հայաստանի պանցալի հաղթանակները, սրբագրված բազում հայորդիների իմացիալ անմահությամբ, հոգևոր եւ բարոյական արժեքների վերագնահատում պարտադրող ներկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմանավորված ապագա, լի բազում լրջագույն եւ դավադիր մարտահրավերներով, ու միայն յուրաքանչյուր հայի ազնիվ ամբասիր հետևողական եւ հոգատար աշխատանքի արդյունքում այդ ապագան, կամ ինչպես ժամանակին ասել է երջանկայի շատակ հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանը, 21-րդ դարը մերն է լինելու։ Սիրելի կրթօջախի բոլոր ժամանակների անչափ հարգելի ուսուցիչներ մանկավարժներ, թույլ տվեք հիշյալ դպրոցի ծնողական խորհրդի 1997-98 տարվա շրջանավարտների ինչու՞ չէ իրավունք կվերապահեն բոլոր շրջանավարտների անունից շնորհավորել ձեզ այս լուսաժող Հոբելյանի արտին, մաղթել ամուր առողջություն, անսասան բարեկեցություն, հարաճուն հաջողություններ, հոգաչափ շնորհակալ ենք ձեզ, ի վերուս ձեզ տրված այդ վեհ ու վսեմ կոչմանը արժանի լինելու, անմնացորդ ու անսահման նվիրումի, անխոճ ու տիտանական աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության եւ հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության համար։ Վերջում տնօրեն Անահիտ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են միջոցառման կայացմանը։ Շնորհավորում եմ բոլորիս կրթօջախի հիմնադրման 50-ամյա Հոբելյանի արդիվ։ Կես դար նվիրում անմնացորդ աշխատանք շրջանավարտներ, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր երկրի կայացման գործում։ Հպարտության զգացումը բոլորինս է։ Ժամանակը իր մարտահրավերն է նետում դպրոցին, ապահովել որակյալ կրթություն, ժամանակակից պահանջներին համապատասխան։ Մեր հայրենիքի ծաղկման ու բարգավաճման առավատչան է դպրոցը։ Այստեղ դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ մեծ պատասխանատվությամբ է կատարում իր առաքելությունը։ Դպրոցի հաջողություններն ու ձեռքբերումները բոլորինս են, դրանք ոգևորող ու պարտավորեցնող են։ Մենք համոզվել ենք նաև, որ հիմնախնդիրները հաղթահարելի են, եթե կա նպատակ ու նվիրում արդյունավետ համագործակցություն։ Այսօրվա միջոցառումը կայացավ շնորհիվ ներդրումների, մեր կողքին կանգնած մարդկանց բարի կամքի ու օժանդակության։